Պարոն Գրիգորյան, քննության չեք, ճիշտ եք ասում, բայց ամեն դեպքում նախագիծը բերել եք զննության վերահսկող մարմնի մոտ, դրա համար որ հարցեր են տալիս նորմալ է։ Կարմիր գծերից որ այդքան խոսում եք ձեր սիրուն փողկապներով, չեմ կարա չանդրադառնամ, դատարանը հաստատել է 1.4 միլիարդ Երևանցիից տարել եք ու հետ չեք տալիս, բողոքարկում եք, արդարադատությանը խոչընդոտում եք։ Որ ասում եք մարդիկ շատանում են, մեքենաները շատանում են քաղաքում, ճիշտ եք ասում, բայց ձեր ցավը տանեմ ախր դուք եք մեղավոր, ափաշկյարաս աղորը շինթույլտվություն եք տալիս, շենքերը կառուցվում են, քաղաքը գնում է կոլապսի ու հետո էլ ասում եք ես ոնց եղավ, այսքան մարդ ու մեքենա եկավ։ Հիմա անցնենք բուն թեմային։ Պարոն Գրիգորյան, ճիշտ է, հարցերը շատ են, չեմ հասցնի սախտամ, առաջինը Այո, ես ընդունում եմ, որ այս բանին կա երթևեկության ճգնաժամ։ Այո, կարիք կա ինչ-որ մեխանիզմով սա լուծել, բայց իմ պատկերացմամբ ձուկը գլխից է փտած։ Այսինքն գործողությունների հերթականությունը տեղափոխել եք, դրա համար էլ հարամ է եղել։ Օրինակ, հարցս առաջին է, որ բանին եք հասկացել, որ Երևանի երթևեկությունը ճգնաժամային վիճակում է։ Որոնք են իրենց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, այո, վստահ եմ կան օբյեկտիվ պատճառներ, որոնք ձեր հետ եւ ձեր իշխանության հետ կապ չունեն։ Բայց դուք ուսումնասիրել եք սուբյեկտիվ պատճառներ, օրինակ փորձել եք հասկանալ ձեր աշխատակազմից, տվյալ գծով զբաղվող եւ պատասխանատու պաշտոնյաներից որ մեկն է ձախողել իր աշխատանքը, որոնք են այդ ձախողման պատճառները, քանի հոգի եք աշխատանքից հեռացրել։ Ու եւս մեկ հարց, օրինակ ինձ անընդհատ ուզում եմ հարցնեմ, միշտ քաղաքական թեմաները շատ ալնում, այս հարցին չենք ասում։ Սարյան փողոցը, որ միակողմանի եք սարքել, միտքը այն է եղել, որ երթևեկության հոսքը ավելի մեծ դառնա, չէ՞, այդտեղ ավելի հանգիստ լինի։ Երկու կողմով պարկինգ եք դրել, փաստացի երկու գիծ ունեցող փողոցը սարքել եք միակողմանի, ինքը միևնույն է ունի երկու գիծ, որովհետև երրորդ գիծը չի աշխատում պարկինգի պատճառով ու այս մեր Երևան քաղաքի հատկապես կենտրոնի, նաև հենց քաղաքապետարանի դիմացը, որ ասֆալտը սարքել եք երրորդ դասարանու սևագիր, դրա պատասխանատուն ով է։ Պարոն Հարությունյան, բանի Սարյանի մասով։ Սարյանի հետ կապված պետք է նշեմ, որ Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունը իր դրական ազդեցություն ունեցել է, մասնավորապես Սարյան փողոցում երթևեկության միջին արագությունը ավելացել է եւ երթևեկության հոսքերի անընդհատությունը ապահովված է ամբողջությամբ։ Բացի դրանից, եթե ցանկացած Սարյան փողոցի հատվածից մուտք գործեք Սարյան փողոց, ամբողջ փոքր կենտրոնը հնարավոր է շրջանցել եւ հասնել Սայաթնովա Խանջան Խաչմերուկ մի քանի րոպեի ընթացքում առանց խցանումների։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ինչ մեթոդով եք չափել, որ ասում եք Սարյանի փոփոխությունը բացասական է ազդում։ Եթե չափման գործիքը աչքաչափն է, դա միշտ ճիշտ չի ցույց տալիս։ Ես հավելեմ, հետո արձագանք եք էլի, պարոն Հակոբյան, տեսեք, իրականում ես ներողություն եմ խնդրում բոլոր գործընկերներից, բայց պարոն քաղաքապետից բացի Իսկ թվում է ես երկրորդ պաշտոնյան եմ այս դահլիճում ձեր ամենաշատ հարցերին պատասխանած։ Ես ձեր հարցերին պատասխանելուց չեմ նեղվում։ Ուղղակի որ ասում եք հարց եք տալիս, ուրեմն ձեզ պետք է պատասխանը հետաքրի, մի փորձեք կարգավորեք, թե այդ հարցին ով է պատասխանելու։ Ու երբ որ լինում է վերաբերմունքը կոռեկտ, առնվազն իմ կողմից բացի կոռեկտությունից ի պատասխան ոչ մի բան չի ստացվում, պարոն Հակոբյան։ Հենց որ հարց տալուց կամ պատասխանելուց ես չեմ նեղվում, դա ֆիքսենք։ Ինչ վերաբերում է ձախողումներին, ախր տեսեք, տարբեր իշխանություններ, անկեղծ ձեզ ասեմ, էլի այդ մոտեցումը շատ գայթակղիչ է, ինչ որ մեկին քավության նոխա սարքել, ասել այս մարդը մեղավոր էր, գործից ազատել, ասել դե մենք ինչ անենք, ժողովուրդ ջան, մեթոդն է սխալ։ Հիմա եթե ազատումներ եք ասում, 80 դիսպեչեր ենք ազատել։ Ոչ թե որտեվ այդ մարդիկ ձախողել են, այլ որտեվ այդ դիսպեչերիզացիայի process-ը էլ այս դարում մարդկանցով չի արվում։ Այսինքն մոտեցման հարցն է, ոչ թե ինչ որ մեկին պատասխանատու նշանակելու, ասելու այս մարդն էր մենակ մեղավոր, ինքը վատ էր աշխատում, դրանից բոլոր խնդիրները ինքն էր մեղավոր, հեսա կդզվի։ Կարճաժամկետ էֆեկտ կարա ունենա, բայց սուտը գիտեք, էլի, տենց քանի օրը։ Արձագանք։ Տեսեք, պարոն Հարությունյան, ուրեմն առաջինը Մաշտոցում, որ ասում եք փոփոխություն չի եղել երթևեկության, ես Մաշտոցի վրա եմ բնակվում, դեպի Կասկադ գնացողը, այո, անհամեմատ թեթևացել է, որովհետև Սարյանում կա նույն ուղղությունից, դեպի Կամուրջ գնացողի ես ձեր հետ բացարձակ համամիջ չեմ, որ փոփոխություն չի եղել։ Իջնող մայթը մշտապես խցանված է, դա մեկ։ Երկրորդը,
Երբ որ ասում եք լավ է որ մարդ կարա կենտրոնը շրջանցի Սարյանով հասնի Սայեթնովա, ճիշտ է, բայց վատ է երբ որ մարդ Մաշտոցից դեպի հրապարակ եւ որովե խորենացի ուղղությամբ չի կարող շարժվի։ Ու ինչ վերաբերվում է Սարյանին, տեսեք Սարյանը ի սկզբանե ունեցել է երկու ուղղություն, չէ՞, մեկը այս կողմ, մեկը այն կողմ։ Փոփոխություն են արել, որի արդյունքում երթևեկելի 3 գոտի կա այս պահին։ Ձեր թերի աշխատանքի պատճառով այդ ձախ գոտին չի օգտագործում, որովհետև ձախ կողմը դուք ունեք ռեստորաններ, կաֆեներ եւ այլն, երկու կողմից դրել եք պարկինգ, որը նորմալ չի։ Երբ որ միակողմանի ալում, սովորաբար ինչքան ես եմ տեսել, մի կողմից են դնում, որպեսզի ռեալ մնացած երթևեկելի գծերը աշխատեն։ Հիմա մենք ինչ ունենք։ Մենք ունենք 3 գիծ, ըստ ավանդույթի երթևեկության, ձախ կողմը պետք է ամենասլացիկը լինի։ Ձախ կողմը մեջտեղի երկու գծերից ավելի դանդաղ է աշխատում։ Ու իմ համար նորմալ չի, որ մենք հիմա ստեղ խոսում ենք նրա մասին, որ լավ, խորանանք, որ դուք 7 եք իշխանության, պարոն Ավինյանն եւ պարոն Գրիգորյանը 2.5 տարի եք, չէ՞ դուք կառավարում քաղաքը։ Եկել եք, արել եք տրանսպորտ։ Պարոն Հակոբյան, ելույթի ավերածում 1 րոպե արձագանք։ Դե մի րոպեն արդեն վաղուց անցել է։ Էս մի առիթն է շփվելու, դիմացեք։ Տեսեք, այս ռեֆորմները արել եք, ես էլ կարծում եմ դուք էլ ընդունում եք, որ այդ ռեֆորմների մեջ մեծ խնդիրներ կա։ Արդյոք նորմալ չէր լինի մի հատ աշխատանք իրականացնել, հասկանալ խնդիրները որտեղ են, վատ աշխատողներին հեռացնել, նոր հիմնարկ հիմնելու տեղը, մասնագետներ բերել, նստել աշխատել, հետազոտությունը անել, նոր փոփոխություններ անել, ժողովուրդ չի կարա, փողոցները նայեք, դուք ավտոբուսի գիծը դնում եք, մի շաբաթ հետո ջնջում եք, մարդիկ անընդհատ շփոթվում են քշելու։ Շնորհակալություն։ Պարոն Հակոբյան, այս տեսակ աշխատանքներում նախ էլի խնդրում եմ, էլի եկեք մաքսիմալ պրիմիտիվի մակարդակի չտանենք, էլի ամեն ինչ, որովհետև այն որ ասում եք ինչ որ մարդկանց հեռացնեք, դրանով այդ վերլուծությունը չի հարստանա։ Հիմա վերլուծություն միշտ արվում, այսինքն այս Սարյանի փոփոխությունը, մյուս փոփոխությունները բոլոր արված են վերլուծության հիմքով։ Երբ որ այդ վերլուծությունները արվել են եւ առաջարկությունը եղել է, մասնավորապես նաեւ մեր Իլ-դե-Ֆրանսի գործընկերների կողմից է այս առաջարկությունը եղել։ Այսինքն այս բոլոր փոփոխությունները, որոնք դուք հիմա քննադատում եք, որ անընդհատ ասում եք միջազգային փորձագետներ, բան, այդ սաղ այդ միջազգային փորձագետներով բանով վերլուծած առաջարկություն է եղել։ Հիմա ձեր խնդիրը ո՞րն է։ Սարյանի անընդհատ երթևեկությունը ապահովված է, այո, ապահովված է։ Այս երրորդ գծով մի քիչ դանդաղ է, ոչինչ, թող երրորդ գծով մի քիչ դանդաղ լինի։ Ամեն դեպքում Սարյանով անընդհատ երթևեկությունը ապահովված է, այսինքն այնպես չի էլի, որ այնտեղ բանը ավտոմեքենաները միշտ կանգնած են։